սկսենք հաշվապահ Սերգեյ Խաչատրյանի հետ, Սերգեյ Խաչատրյանի ձեր պահանջները, կարծեք այստեղ հաշվապահների աշտարակներ ներկայացումը, գիտեմ, որ այստեղ է հավաքի նախաձեռնողներից մեկն էլ դուք եք, ինչ եք ակնկալում կառավարությունից, եթե գիտեք իհարկե, տեսեք, ուրեմն օրենք ընդունվեց, որ 2025 թվականի հուլիսի 1-ից հաշվապահական իրավաբանական ծառայություն մատուցող ընկերությունները պետք է պարտադիր աշխատեն ավելացված արժեքի հարկի դաշտում։ Ուրեմն այդ քննարկումները, որ կատարվել են, քննարկումների ժամանակ մեր ձայնը լսելի չի եղել, մեր օբյեկտիվ դիտարկումները հաշվի չի առնվել եւ մենք ակնկալում ենք, որ պետք է քննարկումներ կատարվեն, մեր դիտարկումները լսելի լինեն, որովհետեւ նոր օրենք ընդունեին եւ ընդունելուց հետո օրենքը պետք է ուժի մեջ մտնի 2026 թվականի հունվարի 1-ից։ Մենք ունենք երկու հստակ պահանջ, առաջինը որ կան աշխատանքային խումբ ձևավորեն, լսեն մեր դիտարկումները, մեր մասնագիտական դիտարկումները, քանի որ օրենքի ընդունելուց առաջ նախագիծի ներկայացման փուլում մեզ հստակ չեն ներկայացրել հիմնավորումներ, թե ինչ հիմնավորումների վրա են օրենքը ուժի մեջ ընդունել։ Եվ երկրորդը, որ եթե արդեն համարենք, մենք էլ ընդունենք, որ օրենքը պետք է ուժի մեջ մտնի գոնե 2026 թվականի հունվարի 1-ից, տեսեք, իմ խորը մասնագիտական դիտարկումներով 2026 թվականի հունվարի 1-ի հետո օրենք ուժի մեջ չմտնի, այլ ուժի մեջ մտնի հուլիսի 1-ից, մեծ բարդություններ են առաջացնելու, որովհետև ուրիշ բան է հաշվապահական հաշվառումը բարդաշրջանառության հարկի դաշտում, ուրիշ բան է ընդհանուր հարկման դաշտում, եւ տարվա կեսից հարկման դաշտի փոփոխությունները մեծ դժվարություններ են առաջացնելու։ Ինչ դժվարություն, օրինակ շրջանառության հարկման դաշտում դրամատիկ դժվարություն իրականացնել, շրջանառության հարկի դաշտում շրջանառությունը այլ է, քան հարկման դաշտում։ Գործընկերներին պետք է առաջարկել բարձր արժեքներ։ Տարվա կեսից 2-3 ամսում առաջարկել բարձր արժեքներ գրեթե հնարավոր չի լինի։ Եվ երրորդը մեր դիտարկմամբ այս օրենքի փոփոխությունները ոչ թե վերելու են թվերի դաշտի շրջանառության հարկի որ հասկացություն կան հարկման թվերի դաշտից վերելու են օրինականության դաշտ, այլ հակառակը օրինական դաշտում աշխատողները անցնելու թվերի դաշտ։ Մեր դիտարկումները սրանք են եւ մենք ցույց ենք, որ մեր ասածները լսելի լինի եւ եթե օրենքի ուժի մեջ մտնի, գոնե ուժի մեջ մտնի հունվարի 1-ից, մինչ այդ կատարվի քննարկումները։ Այս է մեր առաջարկությունները։